Ազգային ժողովում թեժ մթնոլորտ էր։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ բերեց միջնորդություն ՔՊ-ից վտարված Հովիկ Աղազարյանի եւ պատիվ ունեմ դաշինքից Տարոն Մարգարյանին անձեռնամխելիությունից զրկելու եւ վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար։ Դատախազի ելույթը ակնթարթորեն բորբոքեց խորհրդարանը եւ սկսեցին մեկնաբանություններ քաղաքական ճնշումների ու դատախազությանը քաղաքական գործիք դարձնելու մասին։ Դատախազը վստահեցրեց, որ հավաքված ապացույցները բավարար են Աղազարյանի դեմ քրեական հետապնդում սկսելու համար։ Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը բավարարության տեսանկյունից, պետք է արձանագրել, որ առկա են փաստեր ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ քրեական օրենսգրքի 438 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար։ Ուստի, հիմք ընդունելով ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ազգային ժողով դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը եւ ղեկավարվելով Սահմանադրության 96-րդ հոդվածով ազգային ժողովի կանոնակարգ Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով միջնորդում եմ տալ համաձայնություն ազգային ժողովի 8-րդ գումարման падգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ երկու դրվագով քրեական հետապնդում հարուցելու մասին։ Հովիկ Աղազարյանը արձագանքի ելույթում իր դեմ նախաձեռնված երբեմնի յուրայինների հետապնդման գործընթացը որակեց որպես քաղաքական ճնշում եւ հայտնեց, որ դա իր դեմ սկսվել է այն պահից, երբ ինքը չի ենթարկվել քաղաքական որոշակի պահանջների։ Քաղաքական ճնշում է արդյոք այս ամեն ինչը իմ նկատմամբ թե ոչ։ Այո, քաղաքական ճնշում է, որովհետև պարզ հաստատակ գործը հարուցվել է նոյեմբերի 27-ին, հետի գործը, որը հաջորդել է հայտնի դեպքերին։ Ինչպես նաև այն հանգամանքը, որ իմ հաղորդման հիման վրա չի հարուցել վարույթ, հիմա այդ նույն գործը հեղել է ջրի հելես։ Մի տարբերությամբ, որ այնտեղ գոհարն ասում է, որ ինքն է տվել, հիմա գոհարն ասում է իր ընկերու եղբայրն է տվել։ Եվ նաև ճշմարիտ միջոցը գործից մաս անջատելը, որովհետև այդ դեպքում ես ոսոթե կորցնում եմ իմ պաշտպանվելու հնարավորությունը։ Դատախազի ներկայացրած միջնորդություններից հետո խորհրդարանում սկսվեցին թեժ քննարկումներ։ Ընդդիմադիր падգամավորները հետաքրքրվեցին, ինչու է այս գործը բարձրաձայնվում հենց հիմա, երբ Աղազարյանը այլևս չի հանդիսանում քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ։ Այսինքն վարույթն ամբողջ ծավալով ավարտվել է եւ եթե ուղակի թերթեք, ես ամբողջը հատ-հատ չներկայացրեցի, թե քանի փաստաթուղթ է զննվել, քանի հեռախոս է զննվել, քանի անձ է հարցաքննվել, քանի առերեսում է իրականացվել եւ քանի որ մենք գործ ունենք բազմադրվակ կաշառքի սխեմայի հետ, մեր նպատակն էր ամբողջական ծավալով ապահովել քննությունը եւ ազգային ժողով գալ միայն այն ժամանակ, երբ մենք պատրաստ կլինենք գործը ուղարկել դատարան։ Որպեսզի ձեզ մոտ շփոթ չառաջացնի մաս անջատելը, դա չի նշանակում, որ անձը փախել է կամ գտնվում է հետախուզման մեջ։ Մասն անջատվել է դատարան ուղարկելու համար մյուս մեղադրյալների հետ կապված։ Մասնավորապես Աշոտիկ Կամավոսյանի քրեական օրենսգրքի 439 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Սլավիկ Պողոսյանի քրեական օրենսգրքի 46439 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։ Այս մասով նախաքննության ավարտը արդեն հայտնվել է, կողմերին տրամադրվել են նյութերը, նրանք ծանոթացման համար ժամկետ չեն խնդրել։ Դա է պատճառը, որ այս պահին է ներկայացվում ազգային ժողով, որպեսզի ազգային ժողովի որոշումից հետո մենք կարողանանք գործը դատարան ուղարկելու հարցը լուծել։ ԱԺ պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց, արդյոք падգամավորի հեռախոսային խոսակցությունների հանրայնացումը չի դիտարկվում որպես նախաքննական գաղտնիքի խախտում։ Տիկին դատախազ, նաև Տիկին Թովմասյանը հարցնում էր հեռախոսի մասով արդարացիորեն։ Հեռախոսային տվյալները շնորհակալություն, որպեսզի շփոթ չառաջացնի, սա մեկ այլ վարույթով, հատկապես կարևոր գործերի վարչությունում քննվող խոշտանգման հետ կապված լրիվ ուրիշ վստահ եմ ձեզ անհայտ վարույթով ձեռք բերված տվյալներ են, որոնք խուզարկության արդյունքում են հայտնաբերվել, զննվել են եւ հանդիսանում են նաեւ սույն գործով ապացույց։
Դատախազը արձագանքեց, որ գործը բազմաբնույթ կաշառքի սխեմա է ենթադրում եւ ԱԺ են եկել միայն այն ժամանակ, երբ այն ամբողջականությամբ պատրաստ էր դատարան ուղարկվելուն։ Արմենուհի Կյուրեղյանն ավելի կոշտ էր։ Արդյոք սա անաչառություն է, թե քաղաքական հետապնդում։ Դիմեց դատախազին, ի պատասխան դատախազը լուռ մնաց։ Ագնեսա Խամոյանը նույնպես քննադատեց դատախազին, մեղադրելով նրան քաղաքական պատվեր կատարելու մեջ։ Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հավելեց, որ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսել է այն պատճառով, որ նա հրաժարվել է կատարել այսպես կոչված շեֆի հրահանգները։ Փաստորեն երբեմնի ԿՊԱ-ական պատգամավորներից մեկը համարձակվել է չկատարել շեֆի հրահանգը։ Դա է տեղի ունեցել։ Այսինքն հիմա մեզ ինչ են ուզում բացատրել, որ Հովիկ Աղազարյանը այս թիմի ամենամեծ հանցագործն է, որ միայն իր վրա կան փաստական տվյալներ, չնայած փաստական տվյալները չներկայացվեցին, ինչ որ ցուցմունքներ են մարդկանց, դա են ուզում համոզել։ Հովիկ Աղազարյանի մնացած ԿՊԱ-ականներից առանձնացնում է մի դրվագ։ SMS-ին դրական չի պատասխանել։ SMS-ին դրական չի պատասխանել։ Դրա համար էլ տեղի ունենում այն, ինչ որ տեղի է ունենում։ Սա այն մասին չէ, Հովիկ Աղազարյանը հանցան գործել է, թե չէ։ Գուցե գործել է, գուցե չի, չեմ կարող ես բարձել դատարանի ֆունկցիա իրականացնել։ Սա այն մասին է, որ հանցանքի մասին ենթադրել խոսում են այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանի հրահանգները չեն կատարվում։ Այս դրվագն է ամենակարևորը, այսինքն ժամանակագրություններ, երբ Աննա Վարդապետյանը ներկայացնում էր, պատահաբար շատ դա համընկել էր քրեական վարույթի հարուցումը SMS-ին դրական չարձագանքելու ժամանակաշրջանի հետ։ Այդ ո՞նց է այդպես լինում, քանի քրեական վարույթներ կան հիմա ԿՊ-ի անդամների, դրանք երբ են բան անելու։ Այս երկու տարբերակ կա, կամ սպասելու են, որ ոչ էլի լինի, ինչ որ SMS-ի, չգիտեմ ինչ SMS-ներ են երկրում, կամ գուցե պահվում է, որ նախընտրական շրջանում այսպես բանով Ալի շոուով, այսինքն քրեական գործեր հարուցվեն ընդդիմադրի նկատմամբ եւ օրինակ մի քանի հատ իշխանական, որ ավելի մեծ աղմուկ կլինի։ Ես ուզում եմ հասկանալ իրենք ո՞նց են հաշտեսամ այս ամեն ինչի հետ, էլի, այսինքն ո՞նց կարելի է, քանի հնազանդ են SMS-ներին ամեն ինչ դրական են պատասխանում, քրեական գործերը չկան։ Հենց SMS-ին համարձակվում են ոչ ասել, եկել քրեական գործ են, էս է խնդիրը։ Կարծում եմ, որ բոլորին տեսանելի է, որ այս հիմա Աննա Վարդապետյանի ԱԺ-գալը պայմանավորված է բացառապես Հովիկ Աղազարյանի ոչ ասելով եւ իդեպ սա անոնսել է Նիկոլ Փաշինյանը հարց պատասխանի ընթացքում ասելով բառացի մեջ բերում եմ պիտի գործադրենք բոլոր հնարավոր միջոցները մանդատը վեր դնելու համար։ Փաստաբան Նորային Նորիկյանը գտել է Աղազարյանին պատժելու դրդապատճառը։ Ըստ նրա, եթե Աղազարյանը չընդդիմանար Փաշինյանին եւ ինքնակամ հրաժարվեր մանդատից, նրա նկատմամբ այս գործընթացը չէր սկսվի։ Լրագրողները եւս չեն կարողանում պատշաճ բարձաբանումներ ստանալ գլխավոր դատախազից։ Ու մի դեպ մեր գործընկեր Փայլակ Վահրադյանը մեզնից իզոլացված է համարում։ Լրագրողների հետ շփման հարցում ամենավատ պաշտոնյաներից մեկն է Աննա Վարդապետյանը, գրել է լրագրողն իր սոցիալական տիրույթում։ Արդարադատությամբ ընտրտուք էր սա, թե քաղաքական հաշվեհարդար։ Թերևս պարզ է բոլորին, Հովիկ Աղազարյանին անձեռնամխելիությունից զրկելու եւ կալանքի հիմքեր ապահովելու համար խորհրդարանը կքվեարկի վաղը։ Այսօր օրվա մյուս կեսը բաժին հասավ վարչապետի եւ նախարարների ելույթներին։ Անկախ արդյունքից այս գործը կարծես դառնալու է հերթական սկանդալային էջը Հայաստանի քաղաքական իրականության մեջ։